Ուշադրություն։ Նոր անկախ շրջանի Հայաստանի 4 ղեկավարները Հայաստանի պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, պաշտպանությունը, կրթությունը, գիտությունը, մշակույթը թողել է թշնամու հայացողության տակ։ Եվ այս ճյուղերը երբեք նորմալ զարգացում չեն ապրել, որոշները նույնիսկ հետընթաց են ապրել։ Այս ճյուղերն էին պետությանը միս ու արյուն հաղորդելու, որ այդպես էլ Հայաստանի Հանրապետությունը չստացավ։ Ռեժիմի վերջին ներկայացուցիչը Նիկոլը անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքից տարածքները զիջել թշնամուն եւ մեր պետությանը անվանել օկուպանտ։ Հայաստանում միակ կառույցը, որ սիստեմատիկ աճողական զարգացել է, դա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է։ Հայաստանում օրեցօր խորանում է չքավորությունը, աղքատությունը, հարկեր տուրքերը բարձրանում են։ Եվ սրանով չբավարարելով հայ իշխանությունը արդեն սկսել է մարդու հոգու վերջին հանգրվանին, մարդու բարոյականությանը, մեր եկեղեցուն է սկսել կպնել։ Սա նշանակում է քանդել պետությունը հիմնահատակ։ Այս ամենին հակառակ գոյություն ունի ազգային ժողովրդական բևեռ, որը չսնվելով բյուջեից, չստանալով որևէ աջակցություն պետությունից, իր միջոցներով ժողովրդի հանգանակության շնորհիվ ստվերի պես հետևում է Հայաստանի Հանրապետության կործանարար իշխանությանը միջազգային ասպարեզում եւ քաղաքակիրթ աշխարհին տեղեկացնում է, որ Հայաստանը օկուպանտ չէ, որ Հայաստանը հանցագործ չէ։ Այդ քաղաքական թիմը ասել է, թե մեր թիմը ազգային ժողովրդական բևեռը հերթական անգամ դրամահավաք է կազմակերպում հունվարի 5-ին եւ 6-ին։ Խնդրում ենք ձեր աջակցությունը բերեք ազգային ժողովրդական բևեռին հերթական անգամ, որպեսզի կարողանա դիմակայել թշնամական ռեժիմին։